Վերջին զանգ հեռուստասերիալում լռությունը դառնում է կործանարար։ Աննայի այցից հետո Անգելինայի վիճակը կտրուկ վատանում է։ Այն, ինչ իբր պետք է փրկեր նրան ճշմարտությունից, խեղդում է նրան ստի մեջ։ Աննան ասում է, որ Հենրին երեխա ունի ուրիշից, եւ հենց դա է եղել նրա հեռանալու պատճառը։ Անգելինան չի հավատում, չի կարողանում ընդունել, որ իր սերը հիմնված է եղել ստի վրա։ Սակայն իր աչքի առաջ այդ նույն պահին ամեն ինչ փլվում է։ Դրսում ավագի տան մոտ Հենրին հետևում է ու տեսնում, թե ինչպես է մայրը դուրս գալիս տանից։ Նա անմիջապես զանգում է Աննային, իմանալու արդյոք խոսել է, եւ երբ իմանում է, որ ասել է ամեն ինչ, Հենրին անում է այն, ինչ պլանավորել էր։ Նա գրում է մի սառը հաղորդագրություն, հաստատելով, որ ինքը խաբել է Անգելինային, որ ունի երեխա, ու չկարողացավ թողնել այդ երեխային առանց հոր։ Հաղորդագրությունը ուղարկելուց հետո կանգնած կամրջի վրա նա կամրջից ներքև է շպրտում իր հեռախոսը։ Ու այս մի հաղորդագրությունն էլ դառնում է վերջին հարվածը։ Անգելինան կարդում է այն, գոռում, լացում, սարսափելի հոգեվիճակում է։ Վիկտորիան ու ավագը խուճապահար ներխուժում են սենյակ։ Անգելինայի սրտի աշխատանքը խանգարվում է, կանչում են շտապ օգնություն։ Բժիշկները շտապ տեղափոխում են նրան հիվանդանոց։ Այստեղ էլ աշխատում է սրտաբան Գոր Մարկիչը։ Նա խոսում է Անգելինայի հետ, փորձում է կայունացնել ոչ միայն սրտի ռիթմը, այլ նաև նրա հոգեվիճակը։ Միաժամանակ Միքոն փորձում է հասկանալ, թե որտեղ է իր որդին։ Նա գնում է Աննայի մոտ, կասկածելով, որ Աննան տեղյակ է, բայց Աննան հերքում է ամեն ինչ, իրեն ձևացնում անտեղյակ։ Միքոն սպառնում է նրան, եթե Հենրիին ինչ-որ բան պատահի, նա երբեք չի ների նրան։ Աննան լռում է, բայց շուտով ինքն էլ է խուճապի մատնվում, քանի որ Հենրին չի վերցնում հեռախոսը։ Դրանից հետո Աննան մի քանի անգամ էլ է փորձում, բայց ապարդյուն։ Անգելինայի սիրտը կոտրվել է, իսկ Հենրիի մենակությունը կործանարար է դառնում։ Նրան ոչ ոք չի կարողանում գտնել, ոչ Հալալը, ոչ էլ Աննան։ Հարգելի հետևորդներ, իսկ եթե պարզվի, որ ոչ թե Հենրին խաբեց Անգելինային, այլ Միքոն խաբեց բոլորին, եւ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր չեն, դուք կցանկանաք, որ նրանք նորից վերամիավորվեն։ Արդյոք թույլատրելի է սերը, որը ծնվել է ստի վրա, բայց իրականում չի խախտել ոչ մի սահման։ Գրեք մեկնաբանություն։ Ո՞ւր ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայ։ Չգիտեմ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք երեխեք։ Չորս օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողակ չի երևում։ Դա սկսած սցենարներս է։ Ավագի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որը դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածը, մենք ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի՛լ է, բացի ասում եմ, ասում են դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում։
Վերջի զանգի նկարանները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որը թե ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ հով ասում եմ լավ գնում ես կյանք ողքած։ Իչով ստոպ չտամ չտար։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Ախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օծ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգաշ թորիների դասը պրծավ։ Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան։ Որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետյան ներդի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտա, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման են, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք։ Իսկ սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգալամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց սեմին նման, բայց ընդհանուր սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրիին։ Ասենք ես այստեղ